Այսօր նիկոլականների մի շարք թեզերի մեջ փորձենք առանձնացնել մի քանիսը ու դրանց անդրադառնանք։ Առաջի թեզը հետևյալն է, որ 19 թվականին իրենց կողմից փաթեթը չի մերժվել, այլ, ինչպես ասում էր փոխոսնակի աթոռին նստած մարդը, այլ իրենք ժամանակ են վերցրել գնահատելու համար Հայաստանի դիրքորոշումը, բանաձևելու համար Հայաստանի որոշումները եւ մոտեցումները։ Այսինքն ասում է, որ Նիկոլը չի մերժել 19-ի փաստաթուղթը, իսկ մենք ինչու ենք մեղադրում Նիկոլին, որ մերժելով բանակցային փաթեթը նա փաստացի դիվանագիտական հիմքեր, justification, այսպես ասած, casus belli տվեց ադրբեջանական ագրեսիայի համար։ Եվ այս սուտը վտանգավոր սուտ է, որովհետև ինչ է նշանակում մենք չենք մերժել 19 թվականի փաթեթը։ Ես չգիտեմ, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանով բարձրացնում է այն հարցը, որ Նիկոլ հրապարակի քո պատասխանը 19 թվականի փաթեթին կհասնի հաջողության, թե չէ, անկեղծ ասած իմ համար այդ հարցը առաջնային չէ, արդյոք Նիկոլը բանավոր է պատասխանել այդ փաթեթին, գրավոր է պատասխանել է առհասարակ ֆորմալ իմաստով, թե չէ, որովհետև Նիկոլ Փաշինյանը իրականում պատասխանել է այդ փաթեթին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է 19 թվականի առաջարկին, հունիսյան առաջարկին, երբ որ դրանից 2 ամիս անց օգոստոսին Ստեփանակերտում հայտարարեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ։ Հայաստանի վարչապետի շուրթերից դա պատասխան էր համանախագահների առաջարկություններին, փաթեթին, որը այլ բան էր առաջարկում, քան Արցախ Հայաստանի միավորելը։ Այսինքն Նիկոլը պատասխանել է 19 թվականի փաթեթին, պատասխանել է իրեն բնորոշ լկտիությամբ, ջրիկությամբ, անլրջությամբ, հանցավոր անլրջությամբ, հայտարարելով այն, ինչ որ ես արդեն ասացի։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այդ փաթեթին, երբ որ 20 թվականի փետրվարին Մյունխենում Ալիևի այդ անիմաստ եւ անփառունակ բանավեճից հետո ամենայն հավանականությամբ գարեջրի կամ այլ ալկոհոլային խմիչքի մեծ ազդեցության տակ, մեծ դոզայի ազդեցության տակ, Facebook-ում գրեց այսպես կոչված Մյունխենյան սկզբունքներ, ըստ որոնց պետք է ըստ Նիկոլ Փաշինյանի պետք է դառնան բանակցային նոր հիմք եւ դառնան բանակցությունների հիմնական առարկա։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այդ փաթեթին, համանախագահների փաթեթին, երբ որ առաջարկել է ամիսներ հետո սեփական սկզբունքները, որոնք որևէ մեկի վեճը չէին, որոնք առհասարակ գոյություն չունեին որպես բանակցային հիմք, որոնք որևէ իրավական արժեք, միջազգային քաղաքական արժեք չունեին։ Մարդը գնացել է 20 թվականի փետրվարին, հեսա ձեզ հերթով ցույց եմ տալու։ Այս հանդիպումից հետո կհիշեք, նայեք ամսաթիվը, այս հանդիպումից հետո փետրվարին 20 թվականի նա հրապարակել է Facebook-ում այսպես կոչված Մյունխենյան սկզբունքները, որոնք թվով 6-ն են։ Ես դες հաճախ է սեռախոսով ցույց կտամ հղումները։ Սա պատասխան է համանախագահներին, սա պատասխան չէ, սա ապտակ է համանախագահներին, սա նսեմացնող, նրանց աշխատանքը վարկաբեկող, նրանց բանի տեղ չդնող վերաբերմունք է բանակցային կողմերից մեկի ղեկավարի կողմից։ Եվ այսպես, այսինքն 19 թվականին Հայաստանը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը եւ իր դիվանագիտական թիմը, հիշենք այստեղ նաեւ Չարաբաստիկ Չարորակ Զորաբ Մնացականյանին, որը նույնպես այս պատերազմի հեղինակներից, խոհարարներից մեկն է, ով էփել է այս պատերազմը, առնվազն նրա նախորդող դիվանագիտական տապալումները, Նիկոլ Փաշինյանը 19 թվականի առաջարկին պատասխանել է իր հիմարությունների, ապուշությունների, իր անլրջությունների, իր դավաճանական աստիճանի տգիտության ձևով եւ Արցախից հայտարարելով արդեն հիշատակված իմ ֆրազը եւ Մյունխենում խոսելով նոր սկզբունքների մասին։